Տիկին Քնարիկն արդեն երկրորդ տարին է պարբերաբար աղի լիճ է գալիս։ Ասում է վիրահատությունից հետո ոտքերի ցավերն իրեն երկար ժամանակ անհանգստացրել են, իսկ այստեղ գալուց հետո ինքնազգացողությունը զգալիորեն բարելավվել է։ Վիրահատություն ունեմ ոտերի վրա, շատ է ցավում ոտերը։ Իսկ հիմա շատ լավ է, երկրորդ տարին է, շատ լավ է։ Շատ գոհ եմ։ Այս անգամ լիճ է եկել թոռների հետ, երեխաները լողում են, ինքն էլ ինչպես ասում է, ամեն անգամ օգտվում է առիթից։ Այո, ամեն օր գալիս ենք, երեխաները գալիս են, լողանում ենք, ինքն ենք լողանում, ինքն ենք լողանում, ինքն ենք լողանում, շատ հաջողի է, մենակ մի քիչ հարմար չի տեղը, որ հարմարացնել ավելի լավ է, ավելի խճիվով, օրը։ Լճի մասին ժամանակին որդուց է լսել, իսկ հիմա արդեն ինքն է խորհուրդ տալիս այստեղ գալ ընկերներին ու հարազատներին։ Պետք չի գնալ Եգիպտոս, Գոտ, միներալի ոչ, ընդեղել չեմ կարասի, որ դեղ ստրանցքի լավ է։ Ես ամենալավ տեղը, սովետական ժամանակ մենք բոլոր տեղը ամենտեղ գնում ենք, չէ, Սոչի, բայց սա լրիվ ուրիշ բան է, սա բուժիչ է։ Աղի լիճը ձևավորվել է 1970-ականների վերջին տարածքում արդյունաբերական աշխատանքների հետևանքով։ Այն գաջի գործարանի հարևանությամբ է և ունի երկու ավազան։ Մեծ ավազանի ջրի աղայնությունը մոտ 13% է, իսկ փոքր ավազանում այն գերազանցում է 25%, ինչի շնորհիվ ջրի մակերեսին կարելի է մնալ գրեթե առանց ջանք գործադրելու։ Շատերն այս պատճառով աղի լիճը համեմատում են Մեռյալ ծովի հետ, որի աղայնությունը մոտ 34% է։ Արման Խաչատրյանը լիճ է գալիս տարիներ շարունակ, առողջական խնդիրներ չունի, բայց աշխատանքային օրվանից հետո հենց այստեղ է նախընտրում հանգստանալ։ Մենակ ես չէ, լիքը մարդիկ օգտվում են ու հարցնում եմ սա բոլորն էլ ասում են, որ օգուտ տալիս է օդացավերին բանին։ Ժամանակի ընթացքում, ասում է, ցանկացել է ոչ միայն օգտվել լճից, այլև տարածքի անբարեկարգ վիճակը փոքր-ինչ կարգավորել սեփական ուժերով։ Ես մենակ չեմ արել, մեկ տարիքով մարդ կա, ոնը Արտուրա, իր հետ եմ ամեն ինչը արել, օգնել եմ իրան էլ ընդհանրապես։ Եկել է խնդրել է, օգնել եմ իր հետ արել։ Ինչ եք բարեկարգել այստեղ։ Այստեղ էս քարեր, բաներ, սաղ էս ահագին բաներ, աստիճանները, բայց մեծամասամբ ինքն է արել, Արտուրն է արել։ Ես ընդհանրապես օգնել եմ իրան, էլի։ Աղի լճի այցելուները համոզված են, որ աղի ջուրն օգնում է հոդացավերի և մաշկային որոշ խնդիրների դեպքում։ Շատերն այստեղ կիրառում են նաև ցեխաբուժություն, լճի հատակից հանված տիղմով, ինչպես նաև արևային ու ջրային լոգանքներ։ Բայց ըստ այցելուների, բուժիչ հատկությունները դեռ բավարար չեն, եթե տարածքում բացակայում են տարրական պայմանները։ Մարդիկ հատկապես երեկոյան ժամերին տարածքն անվտանգ չեն համարում։ Երևանի քաղաքապետարանում ասում են, տեղյակ են, արդեն մեկնարկել է աղի լճի տարածքի բարեկարգման ծրագիրը։ Քաղաքապետարանի պատասխանատու ինժեներ Էդգար Հովհաննիսյանը ռադիո լուրին պարզաբանում է, ծրագիրն այժմ մրցույթի փուլում է։ Մոտ մեկ ամսից հայտնի կլինի հաղթող կազմակերպությունը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մոտավոր 2 ամիս հետո նոր շինարարությունը կսկսենք եւ շինարարությունը մոտավոր 7-8 ամիս կտևի, որից հետո մենք ունենանք արդեն զուգարաններ, ցնցողներ, փակ տարածքում նստարաններ, ամեն հարմարությունը, որը պետք կլինի մարդկանց, ստեղծվի։ Լուսավորության համակարգն է լուծվելու։ Այո, լուսավորությունն է լինելու ամբողջությամբ, ճանապարհն է վերանորոգվելու ամբողջությամբ, ասֆալտապատվելու է, կոյուղի է կազմակերպելու, ամեն հարցն է լուծվելու է, բարեկարգ տեսք կստանա մի քանի ամիս հետո։ Քաղաքապետարանում առայժմ չեն նշում, թե քանի կազմակերպություն է մասնակցում մրցույթին։ Հայտերը դեռ ընդունվում են, իսկ ֆինանսավորման վերջնական ծավալը կհստակեցվի մրցույթի ավարտից հետո։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։